Բարի լույս, Շանթի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթումը։ Լույս բարի, մենք իհարկե ունենք լավ տրամադրություն, բայց չենք մոռանում, թե ինչ իրավիճակում է աշխարհը գտնում այս պահին, հրթիռները թռնում են այս կողմ այն կողմ, ամեն անգամ մտածում եմ, որ եթե մարդիկ այդ գումարները, որոնք որ ծախսում են այդ մահացու հրթիռներ ստեղծելու համար, ծախսեին լավ գործերի համար, ինչքան ավելի լավ երկրագնդի վրա մենք ապրենք, բայց դա միայն ու միայն, այսպես ասած, իմ մտքերն են սեփական, եւ այս տարի կարծես թե հանգստի գնալու պլանավորումն է դժվարացել, որտեղ շատ-շատերը փաստորեն այս պահին զրկվել են, ինչ որտեղ գնալու շատ-շատերը անգամ չեն կարողանում վերադառնալ հայրենի Ղարաբաղյան Էմիրություններից, ինչպես գիտենք նաև այդ խնդիրն այս պահին ունենք։ Շատ-շատերը չեն կարողում գնալ այլ երկրներ, որտեղ որ գնում էին սկզբից գնալով Էմիրություններ կամ Քուվեյթ, հիմա այդ ճանապարհները փակ եւ առհասարակ եթե տեսել եք այդ քարտեզները, հասկանում եք, որ հիմա Հայաստանի վրայով այդ նեղ ճանապարհը, այսպես ինքնաթիռների, թե վերևից, թե ներքևից ամեն ինչ փակ է։ Եղեք ավելի ուշադիր, աշխատեք, չգիտեմ, ինչ խորհուրդ տամ։ Միգուցե Հայաստանի ներսում է պետք այս տարի պլանավորել արձակուրդները եւ հանգիստը։ Դե կարծում եմ, որ այս առիթով մենք եւս թեմա ունեցանք անցյալ օրը զրուցելու զբոսաշրջության հետ կապված եւ խոսելու այն մասին, որ պետք է մի փոքր նաեւ փորձել զսպել գները, այն էլ այս իրավիճակում, որպեսզի մեր համակարգացիները այո իսկապես կարողանան գոնե մեկ շաբաթով հանգստանալ։ Այ եթե ես գայլ լինեի, sense կանի ում համար ենք ասում, ժողովուրդ։ Այո, ես գայլ չեմ, ես մարդ եմ, բայց միևնույն է ուզում եմ այդպես մռնչալ, որովհետև ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, գործարար մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ հիմա այս պահին հարստանամ, թե ինչ կլինի հետո, գցում են ականջի հետև, բայց մի քիչ է վաղվա մասին, ինչպես որ մեր սիրելի Հրանտ Արամիսներ ասում, չէ՞։ Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք, ժողովուրդ։ Այո, իսկապես դա այդպես է։ Ինչպես արդեն նշեցինք, եթե դեռ չեք որոշել, թե ուր գնալ, ամռանը եւ ինչպես անցկացնել ձեր հանգիստը, ապա այս տարի դրա շուրջ պետք է հատուկ մտածել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխարհում հակամարտությունների ու պատերազմների աճ կա ու այն, որ հանգիստը կարող է փոխանցվել ապաստարաններով ու չեղարկված թռիչքներով կարող է իրականություն դառնալ, ինչի մասին որ խոսեցինք։ 30 տարվա դիտարկումների արդյունքում 2024 թվականը բռնության առումով զբաղեցել է 4-րդ տեղը, ամենամահացու տարին 1994 թվականն էր, երբ տեղի ունեցավ Ռուանդայի ցեղասպանությունը։ Այս իրադարձությունների ընթացքում տարբեր գնահատականներով զոհվել է 500,000-ից մինչև 1 միլիոն մարդ։ Զեկույցի համաձայն 2024 թվականին ամենամեծ թվով մարդիկ զոհվել է Ուկրաինայի հակամարտության ժամանակ, գրեթե 76,000 մարդ։ Իրականում ինձ թվում է, որ այս թվերը այդքան ստույգ չեն, որովհետև ինձ չի թվում, որ 1994 թվականին ավելի շատ մարդ է զոհվել, որտեղ այս պահին, հենց այս պահին շարունակում են զոհվել մարդիկ եւ կարծես թե հենց այս պահին մարդկությունը էլի ոչինչ չի անում դրա համար, որ այդ ամենը կանգնեցնել եւ վերջ եւ այսուհետ պատերազմներ չլինեն եւ մարդիկ միմիայն իրար լավով տեսնեն եւ լավով, չգիտեմ, ողջունել եւ վերջ։ Եվ ինչպես դուք ասացիք, բոլոր գումարները գնա ավելի մարդկանց կյանքը ել ավելի բարելավելու համար, մարդկանց կյանքը բնության վերականգնելուն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 3-1 թիվ ուղղակի կարդացի, միայն ու միայն վառելիքի համար պատերազմների այս պահին պատերազմի ընթացքում Իրանը եւ Իսրայելը ծախսում է օրական $300 միլիոն։ Մեկ օրվա ընթացքում միայն վառելիքի համար է մասին է խոսքը դա։ Ես չեմ խոսում զենքի գների մասին։ Լավ, եկեք կտրվենք մի քիչ այս պատերազմական թեմաներից եւ իրողությունից եւ լսենք լավ եւ հաճելի երաժշտություն եւ մաղթենք բոլորիս խաղաղ եւ ուրախ օր։ Գնացինք։ Նենց եմ սիրում, որ տեսահոլովակի վերջում գրվում է the end, որ մարդիկ հասկանան, որ ավարտվեց։ Լավ, տեսահոլովակը ավարտվեց, խոսենք մի քիչ եղանակի մասին, անդադ ինձ գրում են, որ եղանակային պայմաններն էլ են կարծես թե պատերազմում, խառը, այո, Գյումրիի իրավիճակն են հիշում, ապարանի իրավիճակն են հիշում, դեռ դրա մասին կխոսենք եւ մի քիչ դες կասենք, թե ինչ է պետք անել, օրինակ, երբ որ ուժեղ քամի է, իսկ այս պահին խոսենք դրա մասին, թե ինչ եղանակի է մեզ սպասում այս 2 օրվա ընթացքում։ Հունիսի
Հուլիսի 17-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ կեսօրին կարկուտ, քամու ուժգնացում և քամու պոռթկումներ։ Երեկոյան ժամերին Երևանում որոշ վայրերում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում, բայց ցերեկը 25-ից մինչև 27 աստիճան տաքություն կլինի։ Հայաստանում տորնադոներ են սկսել առաջանալ։ Տաք տորնադոներ, հենց ամենահավուրը նաև դա է։ Տաք և փոշոտ։ Հաշվի առնելով մեր երկրի քամիների ուժգնացումը, փրկարար ծառայությունը հրապարակել է վարքի կանոններ, որոնք կփրկեն ձեր կյանքը ուժեղ քամու ժամանակ։ Եվ այսպես, ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում խուսափել բաց տարածություններից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր։ Եղեք զգոն շինությունների մոտ չամրացված կամ թույլ ամրացված կառուցապատող տարածքներից։ Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ, արագ տեղափոխվեք դեպի ավելի ամուր կառույց, հնարավորինս մնալով ներսում պաշտպանված լինելու համար։ Ուզում հասկանամ, ոնց պիտի հասկանանք, որ սա ավելի ամուր է, իսկ սա։ Դե, այո, դա չեմ կարող բացատրել։ Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում, ուրեմն հեռու մնացեք էլեկտրասյուներից եւ լուսային սյուներից, որովհետեւ նրանք միշտ ամուր չեն։ Բարձր ծառերից, գովազդային այդ պաստառներից, այո, այդ ամեն ինչից պետք է գնաք կանգնեք Մաշտոցի պողոտայի կենտրոնում ըստ երևույթի։ Զգուշացեք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից, եթե տանն եք, ստուգեք պատուհաններին ու դռները համոզվելու համար, որ ամրացված են, վնասված չեն կամ բաց չեն, այսինքն այս դեպքն էլ կարող է շատ վատացնել։ Մի թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ, օրինակ շինանյութ, թիթեղներ, կահույք, վերցրեք անհրաժեշտ փաստաթղթերը եւ լիցքավորիչները, քամու դեպքում էլ հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Հիշեք, իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս, եթե Չեմ կարող չդիմանալ, ուզում հասկանամ, եթե բակում ունես ծանր քարեր դրած, ոնց պետք է խուսափես այդ ծանր քարերը Չեմ կարող հասկանամ այդ պայն ինչպես մտածես։ Մեկ էլ որ հոսանքը գնում է, ոնց լիցքավորես։ Իսկ ինչպես մտածես այդ պայն արդյոք ու հեռախոսը լիցքավորված է թե ոչ եւ փաստաթղթերը որտեղ է, որտեղ սովորաբար փաստաթղթերը միշտ կորում են, այո։ Քամուշ գնացման ժամանակ ամենավերջին բանը ինչի մասին մտածում եք, դա փաստաթուղթն է։ Լավ, ամենադեպս խորհուրդները այդպեսին են։ Եթե գտնում եք ավտոմեքենայի մեջ, ուրեմն պետք է դանդաղացնեք շարժը, կանգնեք այնպիսի ապահով տեղ, որտեղ որ չկան, այո, չկան նորից բարձր ծառեր, էլեկտրական այդ սյունները, վահանակներ, չգիտեմ որտեղ պիտի կայանեք, բայց կան։ Պատուհաններն ու դռները պետք է փակ պահել փոշուց եւ թռչող առարկաներից պաշտպանվելու համար։ Այսինքն գրեթե այնը ինչ մենք գիտենք, բայց պետք է շատ ավելի զգոն լինել, որովհետեւ ինչպես նշեց իմ գործընկերը, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այո, իսկապես 1 րոպեվա ընթացքում անսպասելի շատ, որովհետեւ Գյումրիում բոլորս հիշում ենք, որ գարեջրի ուրեմն փառատոն էին կազմակերպել եւ ես համոզված եմ, որ կազմակերպիչները մտածել էին նրա մասին, թե ինչ եղանակային պայմաններում են, բայց տեսանք, որ ոչինչ տեղի չունեցավ եւ կարծես թե անգամ եղևնիները չդիմացան այդ քամուն։ Եղեք զգուշ, ես չգիտեմ, եթե մենք ապրեինք օրինակ Կենտուկի նահանգում կամ Արիզոնա նահանգում, շատ ավելի հանգիստ այս ամեն ինչը վերաբերենք եւ միգուցե չենք ծիծաղի նրան մասին եւ որ պետք է լիցքավորված լինի հեռախոսդ, եթե հոսանքը գնացել է, բայց այնտեղ մարդիկ այդ կարգավիճակում ապրում են շանհագիստ եւ շուտվանից սովորել են։ Բայց մեզ համար կարծես է մի փոքր նորություն են այս տեսակ քամիները, չէ՞։ Իսկ հիմա առաջարկում ենք դիտել գովազդ վերադառնալ, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Գովազդ Շանթի եթերում։ Մենք վերադարձանք եւ ինչպես նշել էինք, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Հայաստանի ամենագեղատեսիլ գյուղերից մեկում Մեղրաձորում այս ամառ հնարավոր կլինի ճամփորդել ժամանակի միջով ու հայտնվել հին Հայաստանում։ Ինչ երգեր են երգելու, ինչպես է անցնելու ամբողջ միջոցառումը, ավանդական հայկական հարսանիքներն ինչպես են եղել։ Այդ ամենի մասին այսօր զրուցելու ենք մեր հյուրերի հետ եւ այսպես մեր հյուրերն են, մեր տաղավարում են Սամվել Հարությունյանը, Վարե համահիմնադիր, Հասմիկ Տիգրանյանը, Տիսավար եւ եւս մեկին էինք մենք սպասում ով այսօր մեզ հետ չի, բայց ինչեւս է վստահ եմ, որ ամեն բան դուք մեզ տեղեկացնելու եք։ Բարում եք կամ երգում եք եւս մեկ։ Վարենիքի, ինչ հետաքրքիր է։ Դեկեք սկսենք ամենասկզբից։ Ինչ
Ես չէի բարև, Ես ձեր տեղն եմ հասցել բարև։ Ինչ է սա, ինչ տեսակատարություններ են մեզ սպասում, ինչ տոն է սա։ Բարելույս բոլորին, շնորհակալություն Շանթին, հերթականքը առավոտը Շանթումի տաղավարում մեզ հյուրընկալելու համար։ Ես մեր համար արդեն ավանդույթ է դարձել մեր հերթական միջոցառումից առաջ։ Շանթի տաղավարում ավետել ես միջոցառման մասին ու հրավիրել մարդկանց Մեղրեզոր։ Շատ կարճ ներկայացնեմ, թե ինչ է վարավարենքը։ Մեղրեզորում հիմնված նախաձեռնությունը հետագայում նաև հասարակական կազմակերպություն, որի նպատակն է ազգային ծեսերի կենցաղ վերադարձը իր բոլոր բաղադրիչներով, ազգային երգերով, խաղերով, պարերով եւ ծեսերով։ Եվ ամեն տարի Մեղրեզոր գյուղում հուլիս ամսին 2022 թվականից ի վեր իրականացնում ենք մեր տարեկան ամենամեծ միջոցառումը շուրջ 2000 մասնակիցներով, որտեղ ամեն տարի որևէ թեմատիկա ենք ընտրում, օրինակ Վարդավառի հարսանեկան կամ նախահարսանեկան ծեսերը եւ փորձում ենք մարդկանց այդ ամբողջ ծեսի միջով անցկացնել, որպեսզի մարդիկ այդ ջերմությունը զգան։ Եվ հերթական անգամ արդեն անդրադարձել ենք հայ կնոջ կերպարին, ավանդական հայ կնոջ կերպարին։ Տեսնում եք, գորը շատ կնամեծար է, դա դու եկան գորիշա։ Զարան այստեղ չի որ ասում։ Ես։ Չեզա հիանալ, չէ՞։ Այո, ուրախներ, որ հայ կնոջ կողքին հայ տղամարդ կա։ Այո, վերջացուցի տղաները։ Ահա։ Եվ այս անգամ միջոցառումը կրում է Մամիկ, ինչ կբանիր խորագիրը։ Մամիկը մեր տան, սովորաբար մեր տան մեծ ավակ կինն է, որը շատ մեծ դերակատարություն է ունեցել մեր բոլոր ծիսակատարություններում եւ փորձելու ենք Մամիկի դերը, հայ կնոջները ներկայացնել տարբեր տոնակատարություններում, հարսանիքում, ամանորի ծիսակատարություններում։ Կեսուրի պարագայում է։ Ոչ միայն որպես սկիսուր, հարսանեկան ծեսում բնականաբար որպես սկեսուր է հանդես գալու, բայց ծիսական մասով ենթադրում եմ Հասմիկը մեզ ավելի լավ կներկայացնի ամեն ինչ։ Հերթական անգամ պետք է հիանամ ձեր շապիկներով, թե աղջիկների, թե տղաների, այո, շատ գեղեցիկ եւ լավ դիզայն է արած, ոչ այն, չէ, կարող հանգիստ առնեմ հագնել, ոչ միայն այդպես։ Դե պատմեք, ինչ է տեղի ունենալու այս տարի եւ ինչու հայ տղամարդիկ պետք է իրենց կանանց վերցնեն եւ գան Մեղրաձոր, կամ հակառակը։ Մի փոքր հավելում անեմ շապիկների մասով, իրականում չենք առանձնացրել աղջիկների եւ տղաների, շապիկների երկու տարբերակ ունենք, շապիկը, որը ես եմ կրում մեր մասնակիցներ են, այսինքն ՀԿ-ի անդամների համար է, եւ շապիկը, որը Սամվելն է կրում, վարվոր գրվածքով մեր միջոցառման բոլոր մասնակիցները կարող են ունենալ նմանատիպ շապիկ, Ձեր շապիկից պետք է միայն ու միայն դառնալ ՀԿ-ի անդամ։ Այո։ Ահա։ Իսկ ինչպես կարող է ՀԿ-ի անդամ։ Որտեղ դուք այդ շապիկից եք կոնկրետ։ Ես առաջարկում գոնե այս շապիկը, սա բոլորին է տրվում գոր, ինչպես հասկացա։ Ես ինչպես միշտ այո։ Տարբերվող։ Так, պատմեք։ Այո, քանի որ մեր միջոցառման մասնակիցները ուղղակի հյուրեր չեն, բոլորը գալիս են վարելու, բոլորը գալիս են գործանելու, դրա համար իրենց անվանում ենք վարվորներ եւ կարող են նման շապիկներ գրել։ Խոսելով ծիսական հատվածի մասին, քանի որ այսպես անդրադարձ կատարեցինք, փոքրիկ անդրադարձ կատարեցինք հարսանեկան ծեսին, հարսանեկան ծեսում իրականում մամիկը տոհմի ավակ կինը ոչ միայն այդպես կեսուրի դերն է ունենում, հնարավոր է որ կեսուրը չի տոհմի ավակ կինը, բայց տոհմում ունենք ավակ կին, նա մեկ այլ կարևոր դերակատարում ունի հարսի համար, այսպես որպես օրինակ է ծառայում, հարսի ինչպիսի հարս պետք է լինի ապագա նորահարսը ընտանիքում, այդ օրինակն է եւ նա գալիս է դեմքը ծածկած քողով եւ այսպես չխոսկան է, հեզ, խոնար, հա, գլուխը ծածկելը, քանի որ խոնարհության այսպես խորհուրդ ունի։ Զազարեն դուրս չեր գա։ Ինձ դուր է գալիս։ Ժամը ես եմ այսօր եթերում։ Եվ հարսանեկան ծեսում նավետ կարևոր դերակատարում ունի մամիկը։ Լավ, ինչպես կարող են մարդիկ մասնակիցը դառնալ եւ արդյոք սա վերաբերվում է միայն մեղրաձորցիներին, թե յուրաքանչյուրը մեզանից կարող է, որովհետեւ ինչպես գիտեք վերջին իրադարձություններից, ես նույնպես վերջին շրջանում ինձ համար այս տարվա ամենամեծ բացահայտումը դա Մեղրաձոր գյուղն էր, պիտի ասեմ, Եվ իսկապես ամենագեղեցիկ գյուղերից մեկը։ Այո, պիտի ասեմ, որ ես այս տարի առաջին անգամ եմ եղել այնտեղ, ինձ համար շատ մեծ բացահայտում էր, այո։ Եվ այսպես շատ մանրակրկիտ առիթ եմ ունեցել շրջել տարբեր վայրերում, ծանոթանալ մարդկանց հետ, եւ ես մի հետաքրքիր կոլորիտ ուներ գյուղը,
գյուղը, որը ինձ համար շատ առանձնահատուկ տեղ գտավ։ Եվ տարին սկսել եմ Մեղրաձորում, այնպես որ ես պատրաստվում եմ այդ օրը անցկացնել ձեզ հետ, ինչի մասին ուզում եմ ձեզ արդեն տեղեկացնել։ Որ դեռ չեն բացահայտել Մեղրաձորը, կարող են գալ։ Ինչպես կարող ենք հրավիրել բոլորին միանալ։ Ուրեմն միջոցառումը բացառապես բաց է բոլորի համար, խրախուսում ենք բոլորի մասնակցությունը, միջոցառման մուտքը անվճար է, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր սեփական մեքենայով չեն կարող հասել Մեղրաձոր, մեր Facebook-ին եւ Instagram-յան էջերում գրանցման հղումներ կան, որտեղ գրանցվելով կարելի է տրանսպորտ ամրագրել Երևան, Մեղրաձոր, Երևան ուղղություններով։ Ինչպես նշեցինք հուլիսի 6-ին 13:30-ից սկսելու ենք, ինչպես նաև այս միջոցառման ամենակարևոր նպատակներից մեկը Մեղրաձորի ակտիվացումն է, այսինքն այնպես անել, որ Հայաստանի տարբեր մարզերից, գյուղերից եւ քաղաքներից հնարավորինս շատ մարդիկ այդ օրը գան Մեղրաձոր, որպեսզի այսպես Մեղրաձորը մշակութային կենտրոնը դառնա Հայաստանի եւ հետագայում նաեւ այդ իր հետքն է թողում Մեղրաձորի տուրիստական իմիջի վրա ու վստահ կարող եմ պնդել, որ այս միջոցառումների արդեն 4-րդ միջոցառումն է ստարի լինելու այս միջոցառումների շնորհիվ Մեղրաձորը բավականին տրենդային տուրիստական ուղղություն է դարձել։ Այդ դրա մասին եմ ուզում խոսել, ինչպես է փոխվել հասարակ Մեղրաձորցու կյանքը 4 տարի անց եւ այս գաղափարը ինչպես ծնվեց առհասարակ եւ ինչպես գյուղացիները դա ընդունեցին եւ ինչի չդարձավ սա վարակիչ կողքի գյուղերի համար կամ ուրիշ գյուղերի համար, որոնք որ էլի ուզում են այդպիսի անցուդարձ մշակութային, պարային, չգիտեմ։ Ուրեմն մի թեթև նաև անարդարություն կա, քանի որ Մեղրաձորում ոսկու հանք գոյություն ունի, որը նաև ոսկու հանք գոյություն ունի, որը նաև պատմականորեն ազդել է Մեղրաձորի ակտիվության վրա, այսինքն այդ հերթական պատճառներից մեկն է եղել, որոշ մարդկանց համար վատ, որոշ մարդկանց համար լավ, այդ կարևոր չի այս պարագայում, բայց հետագայում նաև Մեղրաձորում դեռ շատ հին ժամանակներից գոյություն ունեցել մշակույթի տուն, որը շատ ակտիվ է, տարբերություն կողքի գյուղերի, որը եւս հող է նախապատրաստել Մեղրաձորի համար, ինչպես նաև մեծ համար առանձնահատուկ նպատակ է դրվել անձամբ ինձ համար Մեղրաձորը վերածելու այնպիսի տարածաշրջանում կետի, որտեղ երեխաները մեծանում են ու չեն ուզում գյուղը լքել եւ մարդիկ ուզում են որպեսզի իրենց երեխաները հենց այդ գյուղում էր ծնվել այդ գաղափարը, ինչպես դա, այդ ուզում հասկանալ։ Այո, միտքը ամենամսվա վերջին կիրակի օրերը Մեղրաձորում պարուսություններ կազմակերպելն է, որին կկարողանային Հայաստանի տարբեր համայնքներից մարդիկ գալ ու տեղում ազգային պարեր սովորել, սակայն հետագայում հասկացանք, որ բացի պարերից մարդկանց կարելի է սովորեցնել նաեւ ազգային երգեր, ազգային խաղեր եւ ազգային ծեսեր, եւ հետագայում երբ որ մեր առաջին տարեդարձը ունեցանք Մեղրաձորում, մեզ համար անսպասելի հազարից ավել մասնակից տեղում ունեցանք, իսկ հետագայում երբ որ մեզնիվ սկսեցին վարավարանքով հետաքրքրվել նաև Մեղրաձորից դուրս, մենք եւ ցավով եւ ուրախություն մեզ Մեղրաձորում մեր գործունեությունը ստիպված եղանք ավելի պասիվ ասել ու արդեն տարբեր համայնքներում հանդես գալ եւ այժմ վարավարանքը ամսական գոնե 2 անգամ տարբեր համայնքներում ներկայանում է մարդկանց ազգային երգեր եւ պարեր։ Այդ համայնքներն են արդեն ձեզ կանչում, ինչպես է դա։ Սովորաբար համայնքներն են մեզ կանչում։ Կապվում են ձեր հետ, Մեղրաձորի մշակույթը տանում եք սփռում եք հայկական մշակույթը Մեղրաձորից տանում եք ու սփռում ենք Հայաստանում։ Լավ, եկեք խոսենք կայանալիք միջոցառման հետ կապված եւ ասենք ինչ է մեզ սպասվում։ Ինչպես նշեցիք 13:00 սկսում է միջոցառումը։ Ունեք ինչ ընթացակարգ ինչպես է ընթանալու միջոցառումը։ Իհարկե, ամենամյա մեծ բարևարենկյան միջոցառման բաղադրիչները հիմնականում անփոփոխ են։ Միջոցառման սկզբում ունենալու ենք ամենատարբեր արհեստների նվիրված վարպետաց դասեր, կարող են մասնակցել ասեղնագործության, կավագործության, նետաձգության, շարժակագործության։ Այդ մարդիկ, որոնք որ վարպետներն են, Մեղրաձորից են էլի։ Վարպետները ոչ միայն Մեղրաձորից են, ամբողջ Հայաստանից են, տարբեր մարզերից են, Երևանից են։ Այս առումով միավորում ենք բոլոր համայնքները եւ մարզերը։ Միջոցառման սկզբում վարպետաց դասերին մասնակցությունն է, որոնք բավական օգտակար են եւ որտեղից շատ բան կարելի է սովորել հայկական մշակույթի մասին։ Այնուհետև հաջորդում է ավանդական պարուսուցումը, երբ որ ասում ենք վարևարենք առաջին ասոցիացիան հենց ազգային պարերի հետ է գալիս եւ հաջորդելու է պարուսուցումը, այսինքն մասնակիցները ոչ միայն պարելու են, այլ նաեւ տեղում, ովքեր որ ծանոթ չեն, սովորելու են ազգային պարեր։
Որից հետո սովորել ենք նաև ազգային երգեր, սովորել ենք նաև պարերգեր, որոնց միջոցով կարողանալու ենք մենք ինքներս արդեն երգել եւ պարել տեղում։ Այնուհետև մասնակից ենք լինելու արդեն ծիսական հատվածին, որի մասին մի փոքր խոսեցինք։ Ծիսական հատվածում այս անգամ ոչ թե մենք վարվորներս ենք ներկայացնելու, այլ վարվոր դարձած մամիկներն են ներկայացնելու, այսինքն հենց մեր տատիկների, մամիկների օգնությամբ ներկայացնելու ենք։ Չկա այդ օրը։ Ես ամսի 7-ին կգամ կպատնեմ ձեզ գորի ինչպես անց, արդեն կպարեմ բոլոր Ես շատ մեծ ուժ չունեմ, բայց ես կգամ կպարեմ գորի համար, հետո կերքեմ գործեր համար։ Ժորտ, իսկ օրինակ մարդիկ ուզում են ուտեն, հանգստանան, գետի նստեն, դա ուզում եմ դա ինչպես է կազմակերպում եւ ով նորից guest house-ներ կան գյուղում, գյուղացիներ, ես այդ եմ ուզում հասկանալ։ Այսօր ամբողջական օր անցկացնեն, հա, ուղղակի մի քանի ժամով չգան եւ հետ գնան։ Բնականաբար տարածքում քանի որ մարդիկ անցկացնել են 8-ից 9 ժամ, հոգացել ենք եւ տարական պահանջները, այսինքն զուգարանի, սննդի, ըմպելիքների հարցը, այսինքն առանձին ընկերություններ կգան, որոնք տեղում վաճառք իրականացնեն։ Ինչպես նաև քանի որ նշեցի տուրիստական գոտիը, բավականին շատ guest house-ներ կան, որտեղ մասնակիցները կարող են գալ իրենց weekend-ը անցկացնել, իսկ կիրակի օրը արդեն մեր միջոցառմանը մասնակցել։ Կարծում եմ մասնակիցների այդ տարական պահանջները ամբողջությամբ բավարարված են, այսինքն տեղում որևէ կարիք չեն ունենա, կարող են եւ գումար չծախսել, սակայն եթե որևէ բանի կարիք ունեն, կարող են տեղում հանգիստ օգտվել ամենից։ Պայմանները ստեղծված են համենայն դեպս։ Եվ սա իսկապես շատ լավ եւ վառ օրինակ է, թե ինչպես գաղափարը, որը ծնվում է ներքևից, կարող է ստանալ աջակցություն նաեւ գյուղապետարանից, համայնքից եւ դառնա իսկապես մեծ տոն եւ մագնիս կետ, որ ձգում է իր մոտ, թե գյուղացիներն է պահում գյուղում, թե նաեւ այլ շրջաններից բերում է գյուղ։ Թույլ տվեք նաև ներկայացնել մինչ այս տարի, արդեն 4-րդ տարին, ինչպես նշեցի, մեր միջոցառումը հիմնականում կազմվում էր գլխավորապես վարավարանքի ուժերով, այս տարի ուրախություն մեզ նաև մեծ Սյուն հիմնադրամն էր միացել որպես գլխավոր հովանավոր եւ այս տարի որպես համակերպիչ է հանդիսանում, ըստ մեզ շատ ոգևորիչ փաստ է, որովհետեւ վարավարանքը գնալով ավելի է ընդայնվում, մինչեւ սա էլ շատ աջակցել եւ գործընկերներ ենք ունեցել նախորդ տարիներին, բայց այս տարի վերջապես կարողացանք որևէ այլ կառույցի հետ համակազմակերպիչ դարձնել որևէ այլ կառույցի եւ արդեն կառույցներով համագործակցել ու մեծ մշակութային տոն կազմակերպել։ Այս 4 տարվա մեջ կան օրինակներ, որ օրինակ մարդիկ որոշել են, որ պետք է գնային գյուղից, բայց հիմա չեն գնում, մնում են, որտեղ շարժ կա, կյանք կա։ Որտեղ ծիսակատարությունները ավելի ոգևորել են մարդկանց մնալ եւ ապրել հենց այն ոլորտում, որտեղ որ իրանք ծնվել են ու մեծացել են։ Կարծում եմ մեծամտություն չեմ կարող անել, որովհետև քանի որ Մեղրաձորը համեմատաբար բավարար լավ սոցիալ-տնտեսական պայմաններ ունի, մենք այս ազդեցությունը ճիշտ չենք կարող գնահատել, այսինքն մարդիկ այսպես թե այնպես կարծում եմ չէին արտագաղթելու, բայց հիմա ավելի հաճույքով են Մեղրաձորում ապրում եւ արարում։ Իդեպ պիտի մի բան ասեմ, քանի որ նշեցի, որ վերջերս եմ եղել մայիսի 31-ի երեխաների նվիրված շատ մեծ տոներ, որտեղ ես ինքս ներկա եմ, ես հիացած էի նաև մարդկանց տեսակով, ինչպես նշեցիք սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով, մարդիկ շատ լավ էին ապրում։ Հա, այսինքն մենք սովորենք, եթե դա մի փոքր ավելի խուլ գյուղ է, հա, բնականաբար ստատիստիկ տվյալները հաշվի առնելով, մարդիկ ավելի մի փոքր ավելի այսպես միջինացվածից էլ երևի ցածր են ապրում։ Պիտի ասեմ, մարդիկ շատ լավ էին ապրում, օգտվում էին շատ բաներից, ինչի մասին ես տեղյակ չէի եւ շատ ուրախալի էր այդ փաստը։ Ինչի մասին, որ դուք հենց նոր փաստեցիք, ուրախանում եմ եւ կարծում եմ, որ այս միջոցառումներն էլ օգնում են, որ մարդիկ այո, իսկապես կարողանան ավելի լավ մթնոլորտում ապրել, ծանոթանալ մեր մշակույթին, հինը նորի հետ միասին խաղալ, բայց մնալ գյուղում ու ապրել։ Դա կարևոր է իսկապես եւ միգուցե մեզ հիմա շատ ու շատ լսում են համապատասխան, չգիտեմ, մարմինները, նախարարությունները, օրգանները եւ միգուցե պետք է այսպիսի էքսպերիմենտներ անել ամենաաղքատ գյուղերում, որ կարողանալ ինչ-որ հետաքրքրություն գտնել, ստեղծել, չգիտեմ, միգուցե մի գյուղում դա կարող լինի կավագործություն, մյուս գյուղում, չգիտեմ, ասեղնագործություն, մեկում գորգագործություն եւ այդպես կարողանալ թե գյուղը ոտքի կանգնացնել, թե մարդկանց բերել այդ գյուղ եւ Մեղրաձորի վառ օրինակը հենց դրա մասին է խոսում, չնայած նորից եմ ասում 4 տարի առաջ էլ Մեղրաձորը էլի ամենասիրուն գյուղերից մեկն էր եւ էլի մարդիկ կարծես թե այդքան վատ չէին ապրում
Տնտեսական վիճակը, այո, բավականին կայուն է։ Կային երիտասարդներ, որոնք որ դրա մասին մտածեցին։ Արդեն պարզ է, որ այս տարվա միջոցառումը կազմակերպել եք, մնացել է սենց անեք եւ ավարտվի, ինչ եք մտածում ապագայի մասին։ Ապագայի մասին տեսեք մեր, քանի որ այսպես մի քիչ շատ մեղրաձորից ենք խոսում, իրականում մեր նպատակը միայն մեղրաձորը չէ։ Խոսենք մնացած ձորերի մասին։ Չէ՞ որ Հայաստանում շատ ձորեր կան։ Իրականում մեր սկզբնական նպատակը այո մեղրաձորն էր, մեղրաձորի մշակութային կյանքի ակտիվացումն էր, բայց այս պահին մեր նպատակակետը միայն մեղրաձորը չէ, այլ Հայաստանի բոլոր համայնքները եւ շարունակելու ենք գործել այդ նպատակով, քայլել դեպի այդ նպատակը եւ շարունակելու ենք իրականացնել միջոցառումներ, որոնք ունեն այն բաղադրիչները, որոնց մասին խոսեցինք, Հայաստանի ամենատարբեր գյուղերում, համայնքներում եւ մեր աջակիցների օգնությամբ նաեւ սահմանամերձ համայնքներում մշակութային կյանքի ակտիվացման համար։ Դուք մեղրաձորից եք։ Մենք երկուսս էլ մեղրաձորից եք այնտեղից։ Այո։ Ահա, բայց շատ լավ է, որ սկզբից իրենց ծառն են ջրել եւ դա նորմալ է, այո, իրենց ծառը ծաղկել է, բերք է տալի, մարդիկ տեսնում են, միգուցե նախանձում են եւ սկսում են իրենք իրենց ծառերը ջրել։ Այո։ Իդեպ այդ առումով արդեն կարծես թե երկրորդ հաջողված օրինակ ունենք մեղրաձորից հետո արդեն 3 ամիս է նաև Սոլակ գյուղում ենք փորձում մշակութային կյանքը ակտիվացնել ու այդ փաստը նաև շատ ոգևորիչ է, որ մարդիկ չգիտեն, որ այդ անունով գյուղ գոյություն ունի Հայաստանում, հաճախ Սոլակ անունի հետ են նույնիսկ շփոթում ու այս արդեն մի միջոցառում ունեցել ենք, էլի բավականին մեծ համբարձման տոնը նշեցինք Սոլակում, բայց նման գյուղերի պարագայում խթանը հանդիսանում, որպեսզի այդ գյուղը Հայաստանի քարտեզի վրա առասարակ երևացող դառնի, տուրիստական քարտեզի վրա ամրագրի իր տեղը։ Մի հարց, որը որ էլի ինձ հետաքրքրում է, տեսեք, խոսում ենք տեսերի մասից, դուք անդադ դրա մեջ եք, որտեղից է պահպանվել, որտեղից եք դուք իմանում ճիշտը որն է եւ քանի տոկոսն է հորինված։ Կամ, չգիտեմ, այնպես արված, որ այսօրվա մարդկանց ավելի հաճելի, հեշտ եւ այլն։ Եվ նաև մենք գիտենք ինչ որ տեսակատարություններ, որոնք գլոբալ են, այսինքն ամբողջ Հայաստանի Հանրապետությունում է, բայց նաև գիտենք, որ գյուղերում շատ ավելի այսպես յուրօրինակ է, չէ՞։ Եվ ամեն գյուղում իր ձևով է։ Այո, հենց վերցրել եք մեղրաձորինն էլ ավելի այսպես մանրամասն։ Ով է մասնագետները, որտեղից են աղբյուրները, գնեք մատենադարան, չգիտեմ, ինչ է, տատիկներից եք հարցում։ Իրականում աղբյուրները շատ տարբեր են, ունենք բավականին լավ հարուստ գրականություն այս մասով, որը կարողանում ենք ուսումնասիրել եւ դրանից քաղել վերցնել այն ամենը, ինչը որ կարող ենք այսօր վերականգնել։ Ունենք շատ լավ գործընկերներ, ավելի փորձառու ծիսավարներ, ծիսաբաններ, ովքեր որ ավելի երկար տարիներ գործունեություն են ծավալում այս ոլորտում, իրենցից եւս միշտ խորհուրդ ենք հարցնում եւ իհարկե մեր միջոցառման խորագիրը պատահական ընդրված չի, իհարկե մեր տատիկներից, ես ինքս շատ հաճախ եմ զրուցում տատիկիս հետ այդ թեմաներով եւ բավականին շատ բաներ հենց նրանից եմ սովորում։ Տատիկները նույնպես այդ օրը լինելու են։ Տատիկները նույնպես այդ օրը լինելու են եւ տատիկների հետ բավականին շատ զրուցելու բան է։ Գործես ամսի 7-ի շատ բան ունեմ պատմելու։ Վստահ ենք։ Համոզված։ Իսկ ինչ որ բաներ հորինում եք լավ։ Մի փոքր նորացնելու համար, հա։ Իրականում մի բան երգ կա, կռվա երգ կարելի ասել, կատակերգ, որտեղ դու էլ գիտես թե աղջիկ ես եւ դու էլ գիտես թե տղա ես։ Իսկ կարող եք երգել։ Ես կմիանամ ձեզ։ Այո, Նելին հիանալի ձայն ունի։ Ես չգիտեմ, բայց ձայն ունեմ։ Բայց տղան ես շատ հեշտ է իրականում, բացատրեմ իմաստով։ Այնքան հեշտ է, որ ես եք արում։ Երկի ամբողջ իմաստը տղաները եւ աղջիկները իրար ձեռք են առնում, ասում են դու էլ գիտես թե տղա ես, նույնիսկ ես ինչ պարզ բան անել չգիտես, օրինակ նույնիսկ ցախ կոտրել չգիտես, աղջիկները տղային ասում են դու էլ գիտես թե տղա ես, բան ցախ կոտրել չգիտես, տղան էլ աղջիկն ասում է դու էլ գիտես թե աղջիկ ես, ասեղ տերել էլ չգիտես, կարող ենք փորձել։ Տեսնում ես, հեռախոսը զարյատքի դնել չգիտես, նոր տարբերակ։ Դե փորձեք, դա։ Դե դրա մասին խոսեց նաև կարծարայություն։ Դա քեսից իմպրովիզիա վերածվում ու շատ երկար կռվի։ Ինչ կարես, կարես ասել։ Այո։ Եվ մարդիկ այսպես խոսում են իրար։ Բնականաբար նոր մտքեր են այդտեղ ծնվում, հա, մարդիկ կարող են հորինել ինչ-որ նոր արտահայտություններ։ Դե եկեք մի հատ երգ են գոնե։ Ես ցիվիլ կմնամ, կսկսեմ Դասականով։ դասականում։ Ահա։
Դու էլ գիտես, թե աղջիկ ես դե հոյ նանայ, ասեղտել էլ չգիտես, դե հոյ նանայ, ասեղտել էլ չգիտես, դե հոյ նանայ։ Հիմա դուք աղջիկներ գիտես, թե տղա ես, դե հոյ նանայ, գոտիդ կապել էլ չգիտես, դե հոյ նանայ, գոտիդ կապել էլ չգիտես, դե հոյ նանայ։ որոնք որ առանց գոտի շալվարներ Ես կմտածեմ այս թեմայի շուրջ նախադասություն իմ և գորի կողմից, որ անպայման ամսիվեցին կերքեմ իմ կողմից։ Իհարկե անվերջ չէ, որովհետև մեկ թեմերից մեկը նենց բանն է մտածում, որ տապալում է հակառակ կողմից։ Սովորաբար աղջիկները իհարկե։ Այո, սուր միտքի իրենց մոտ է ավելի, այո։ Հիանալի, իսկապես ես շատ եմ ուզում, որ մեր յուրաքանչյուր գյուղ ունենա իր համն ու հոտը և ամեն անգամ գիրեք ինչից եմ ամենաշատը ցավում։ Օրինակ Մեղրաձորի պարագայում դա այդպես չի, նախ դե վայրն է շատ գեղեցիկ, կանաչ է, համարյա միշտ անգամ երբ որ այրվում է ամեն ինչ շուրջ բոլորը, Մեղրաձորը ունենք այդպիսի գյուղեր, բայց շատ դեպքերում այն գյուղերը օրինակ, որոնք որ գտնվում են Երևանի հարևանությամբ անշուք են, որտեվ տներն են միանման, մարդիկ տխուր են, չգիտեմ, փողոցները փոշոտ են, բայց չէ որ կարելի է ինչ-որ բան հորինել եւ համ տալ, հոց տալ։ Իհարկե, օրինակ որոշել, որ մեր գյուղի բոլոր կտուրները մենք վառ նարնջագույն ենք ներկում, ինչպես օրինակ այսօրն էլի, այո։ Օրինակ, կամ վառ կարմիր, ինչ որ մի գույն ավելացնենք, ինչ որ մի բան անենք ու Կամ հենց այս տեսակ միջոցառումներ կազմակերպել, որոնք համու հոտ են տալիս գյուղին։ Եթե չգիտեք ինչպես, կարող եք դիմել Մեղրաձորում կա այդ ամենը, բոլոր ռեցեպտները այնտեղ կան։ Այո, մենք սիրով պատրաստենք։ Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ, ինչպես արդեն նշել էի, վստահ եմ, որ ես այդ հետ շատ լավ եմ անցկացնելու եւ իմ բոլոր տպավորություններով անպայման կկիսվեմ։ Երեխաներն էլ ստանալու։ Երեխաներիս էլ եմ տա, ոչ միայն երեխաներսի դեպքի նշել, որ նաեւ քույրիկիս եմ տանելու եւ նրա երեխաների։ Որոշել ենք, այո, իսկապես այդ օրը անցկացնել ընտանեկան, այո, եւ վստահ եմ, որ իմ լավ տպավորություններով կկիսվեմ ոչ միայն ձեզ հետ, այլ նաեւ բոլոր իմ հետևորդների։ Հուլիսի 6-ին կհանդիպենք Մեղրաձորում, ես չգիտեմ այնտեղ կլինեմ թե չէ, բայց Նելին հաստատ այնտեղ է լինելու, փնտրեք նրան Մեղրաձորի փողոցներում եւ հրապարակում Մեղրաձորի ծառերի տակ։ Սիրով սպասում ենք եւ ձեզ եւ մեր բոլոր հեռուստադիտողներին։ Եվ հուսանք, որ դրանց հետո կգաք եւ կասեք, որ 4000 մարդ էր այս տարի, ոչ թե 2000։ Կամ ասեք, հերիքա է, եկեք դեպք չունենք ժողովուրդ։ Դե ինչ գոված շանթի եթերում կվերադառնանք քիչ անց։ Գոված շանթի եթերում։ Վերադարձանք գովազդից հետո եւ ժամանակն է ճանապարհելու Հայաստանի ներսում, ինչ ենք այսօր մեզ բացահայտելու։ Ինչն անվտանգ է։ Ну, այո։ Էջմիածնի մայր տաճարը հիմնվել է Գրիգոր Լուսավորչի վկայությամբ, հենց իր երազում տեսած Հիսուսի իջման վայրում եւ կառուցվել Գրիգոր Լուսավորչի եւ Տրթատ թագավորի կողմից 303 թվականին։ Այն անտիկ Հայաստանի առաջին մայր տաճարն է եւ համարվում է աշխարհի ամենահին մայր տաճարներից մեկը։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեություն անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցվել է Վահան Մամիկոնյանը։ Ամռանը հիանալի ժամանակ է մեր երկրին ծանոթացնելու համար հենց այս տարածքին այսօր կպատմենք Էջմիածնի մայր տաճարի մասին։ Դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Դե Վահան Մամիկոնյանը ոչ ճարտարապետն էր, ոչ էլ բանվորը, Վահան Մամիկոնյանը այն իշխանն էր, ում գումարներով այդ տաճարը, այո, եւ ում օրոք կառուցվեց եւ իսկապես ամենահին քրիստոնյա տաճարներից է աշխարհում։ Ինչ թվում է այդպես մարդ չկա, որ չի գնացել Էջմիածին, բայց միգուցե մարդ կա, որ այս պահին ուզում էր գնալ, բայց չի կարողանում։ Միգուցե նոր վերանորոգումից հետո չեն գնացել, չէ՞, սա էլ է տարբերակ։ Եվ այ հիմա գնում ենք Էջմիածին, գնացինք։ Վերադարձանք մի քանի խոսք եւս Վահան Մամիկոնյանի մասին, եթե չգիտեք, նա Վարդան Մամիկոնյանի ամենափոքր եղբայրն է եղել եւ այն մարդը, որի օրոք արդեն Հայաստանը վերջնական, այսպես ասած, ավարտեց այդ պատերազմը Վարդանանց եւ հաղթանակով ավարտեց եւ մենք մնացինք քրիստոնյա, բացի դրանից հենց Վահան Մամիկոնյանն էր Ղազար Փարպեցուն պատվիրել հայ պատմությունը։
Մենք պետք է շնորհակալ լինենք նաև դրա համար։ Այսքանը Մամիկոնյանների մասին այս պահին, հիմա ինչ։ Անցնենք առաջ եւ խոսենք առողջ ապրելակերպի մասին, որն ամեն առավոտ ձեզ համար նոր նյութեր է բերում։ Եվ այսպես ամեն առավոտ մենք խոսում ենք առողջ լինելու եւ առողջ ապրելակերպի մասին։ Շատ բան է կախված այն մթերքներից, որ օգտագործում ենք։ Այս առավոտ կպատմենք հենց ամառային սննդակարգի մասին, որը կօգնի ոչ միայն կարգի բերել կազմվածքը, այլ ավելի առողջ լինել եւ խուսափել շոկ ամառվա սննդային հետևանքներից։ Դե ինչ, ինչպես ասում էր Կոնֆուցիոսը, պետք է ուտել այս պահին այն, ինչ որ այդ պահին աճում է։ Իսկ մենք հարուստ ենք բանջարեղենով, մրգերով, որոնք այս սեզոնին շատ ու շատ են։ Բայց թանկացել են, գիտես չէ։ Այո, բայց գոր արի լինենք ամենայն ազնվությամբ եւ ասենք, որ հարևան երկրներում։ Էլ ավելի թանկ է։ Այո։ Հա, դե ես չգիտեմ ինչքան հարևան երկրներում, ուղղակի ստատիստիկայի հետ եմ ծանոթացել, լրիվ անսպասելի ինձ համար եւ օրինակ կարող եմ ասել, որ 1 տարվա ընթացքում բանջարեղենը 26%-ով է թանկացել։ Այո, բայց խոսում ես գյուղացիների հետ, նրանք էլ ասում են, որ թանկացել է հոսանքը, ջուրը եւ իսկ միրգը 30%։ Եվ դա է պատճառը, որ ջրելու կամ ենթադրենք ինչի արդյունքում։ Եվ ստեղ ուրիշ բան է կարելի, փորձեք 1 դույլ գիլաս հավաքեք դուք ձեր ձեռքով։ Մեր բակում կա գոր։ Ծիրանը հեշտ է, բայց գիլասը դժվար է, չէ՞։ Ուզում ասեմ, ինչքան դժվար աշխատանք է դա իսկապես։ Այո, իհարկե, պետք է գնահատել գյուղացիներին եւ մի փոքր ավելի թանկ վճարել, բայց իմանալ, որ վճարում ես քո երկրի մեջ։ Սա էլ է, չէ՞, շատ կարևոր։ Եվ առողջ սննդի համար, սա էլ է կարևոր։ Եվ առողջ սննդի համար։ Գնացինք առաջ։ Մենք վերադարձանք եւ շատ հետաքրքիր հյուր ունենք եւ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու։ Եթե կա մայրերի տոն, թող լինի նաեւ հայրերինը։ Ահա ինձ այսպիսի տրամաբանությամբ այս տարի որոշվել է մեր երկրում պաշտոնապես նշել հայրերի օրը։ Այն ներառվել է Հայաստանի տոնական օրացույցում։ Մեր տաղավարում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը, նա ի դեպ 4 երեխաների հայր է։ Բարի առավոտ։ Շատ լավ ուրով եք մեզ այսօր եկել հյուր։ Մհերը բացի դրանից լեգենդար Լավելի խմբի Լավելի խումբը հիշում ես։ Այո, հիշում եմ։ Այ Մհերն է։ Բա, այ բացողում ունեի, տեսնի, Լավելի հիշում էի, բայց ես չէի կարողանում հիշել։ Մհեր, փաստորեն ունենք հայրերի օր։ Փաստորեն, այո։ Պաշտոնապես։ 17-ն է, հա, պաշտոնապես նշվելու։ Հիանալի է։ Այսօր հայրեր շնորհավորում եմ։ Հիանալի է։ Շնորհավորում եմ ձեզ։ Նելի հայրիկից շնորհավորում եմ։ Բոլոր հայրիկներին։ Այո։ Սա հիանալի տոն է, պիտի ասեմ, որ ես էգոիստ չեմ եւ չեմ մտածում, որ մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը դա կանանցն է եւ կարելի է 1 օր էլ տրամադրել մեր շատ ելի տղամարդկանց։ Վերջը, այո, իսկապես։ Ինչից եկանք այս եզրակացության, որ պետք է նաեւ հայրերն ունենան իրենց տոնը։ Դե գիտեք, առաջին հասկից կարծես թե ակնհայտ է, որ եթե կա մայր, ապա պետք է լինի հայր, այո։ Պիտի որ լինի հայր։ Եվ ես էլ եմ կարծում, որ շատ սպասված տոն էր եւ լավ է ուշ, քան ավելի ուշ տարբերակով ի վերջո մեր երկիրն էլ այո միացավ են երկրների շարքին, որոնք պաշտոնապես կնշեն։ Եվ մեզ համար շատ կարեւոր է, որ տոնը դառնա իսկապես մերը, իսկապես նշվի մարդկանց տներում, ընկերախմբերում եւ այլն եւ այլն, եւ մենք հավուր պատշաճի գնահատենք նաեւ հայրերի դերը մեր կյանքում։ Ինչպիսին է հայրերի դերը մեր կյանքում այսօր, մեր առօրյայում Հայաստանում, որտեղ մենք գիտենք, որ կրիզից հետո սովետական եւ այլն փլուզումներից հետո, պատերազմներից հետո շատ դեպքերում ցավոք սրտի կանայք վերցրեցին իրենց վրա նաև տղամարդկու, այսպես ասած, պարտականությունները, բեռը, ինչպիսին է հիմա իրավիճակը եւ ինչ է ասում դրա մասին ՄԱԿ-ը։ Ինչ որ առումով երևի մեր երկիրը այսպես միջանկյալ իրադրության մեջ է հայտնվել, որովհետեւ մենք եկել ենք բավականին երկար ժամանակ ավանդաբար ձևավորված այդ դերաբաշխումից, երբ որ հայրերն էին հոգում ընտանիքի բոլոր կարիքները եւ պաշտպանության խնդիրները, այսպես ասած, մենք մեր ժողովուրդը խոսք ունի, որ դրսի պատն էին, չէ՞։ Իսկ մայրերը ներսի եւ օջախի պահապաններ, մենք գալիս ենք ժամանակների, երբ որ այդ ցնցումներով անցանք ձեր նշած եւ պարզվեց, որ մի մասը համենայն դեպս մեր տղամարդկանց պատրաստ չէր այդ հարվածներին, կանայք շատ ավելի ճկուն գտնվեցին, վերցրեցին, բայց հիմա մենք անցնում ենք մի այլ փուլի մեր հասարակության մեջ, որտեղ մեր երիտասարդ զույգերը արդեն ոչ թե մեկը դրսում, մեկը ներսում մոդելն են վերցնում, այլ վերցնում են
մենք միասին մոդելը, այսպես ասած։ Այսինքն աշխատում են երկուսն էլ, ստեղծում են երկուսն էլ, միասին երեխա են ունենում, միասին տուն են գնում եւ այլն եւ կառուցում են իրենց կյանքը։ Իհարկե ամեն ինչ այդքան հարթ չէ, այսինքն այս նոր երիտասարդների բերած մոդելը, այսպես ասած, դեռ ինչ որտեղ զուգահեռ ապրում է մեր նախկին մոտեցման հետ, ինչը ժամանակին իր իսկապես ճիշտ տեղը ուներ, որովհետև այդ մոդելն էր թույլ տալիս մեր հասարակությանը գոյատևել։ Բայց մենք հիմա գալիս ենք աշխարհ, ժամանակակից աշխարհ, որտեղ ինչ որ առումով ցավոք սրտի, եթե մեր երկու ծնողներն էլ չաշխատեն, օրինակ հայկական իրականության մեջ, շատ դժվար է կառուցել այն կյանքը իրենց համար եւ իրենց երեխայի համար, որ իրենք իսկապես կուզեին տալ։ Այդ առումով մենք անցումնային փուլում ենք, վերագնահատման փուլում ենք, բայց կարծում եմ, որ բավականին լավ հեռանկարներ ունենք։ Իսկ ինչ խնդիրների հետ ենք առնչվում այս անցման շրջանի հետ կապված։ Քանի որ ինչպես նշեցիք, այո, աշխատում են երկուսով, ստեղծում են երկուսով, բայց միևնույն ժամանակ նաև մեր մենտալիտետին համապատասխան մենք սովորենք, որ թեկուզ եւ մեր հայրերի խոսքն առաջնահերթ էր մեր ընտանիքներում։ Վերջնական չեմ կարող ասել, որ մեր ամուսինների խոսքը դա վերջնական էր, այ մեր ընտանիքներում էլ ինչ որ մոդելներ փոխվել են, բայց միևնույն է այս հակասությունները կան։ Արդյոք այստեղ նաև ուրիշ խնդիրներ առաջ չեն գալիս։ Իհարկե գալիս են առաջ, օրինակ ասեմ ձեզ, իմ հոր սերունդը, իմ հոր սերնդի մեջ ընդունված չէր, որ օրինակ տղամարդը հայրը կարող է գրկել իր երեխային։ Օրինակ նորածին երեխային գրկելը հոր կողմից համարվում էր պարսավելի ստորակարգ, ինչ-որ մի արարք, որ մյուս տղամարդիկ այդ տղամարդուն համարում էին կես տղամարդ կամ ասենք մի 30%-անոց։ Այդ ամեն հայրերի տոնը չէր նշվում, որ Հենց սկսեցինք գրկել, սկսեցինք նշել։ Բայց մեր սերունդը արդեն բավականին փոխվեց, առաջ գնաց։ Օրինակ ես ինքս կարող եմ ասել, որ դες կիսահեղափոխական դիրքերում եմ եղել հայրիկների առումով, հայրության, որովհետև երբ որ մեր երրորդը ծնվեց, ես մեր երկուսին էի, այսպես ասած, խնամում եւ մեկին տանում էի մանկապարտեզ, մեկին կախում էի կենգուրուի մեջ, մյուսի ձեռքը բռնած տանում էի մանկապարտեզ ու մեր թաղի համար դա ինչ որ շոկային պատկեր էր։ Որտեղ բոլոր մամաներն էին մանկապարտեզում եւ մհերը։ Հիշում եմ, որ տատիկներ ունեինք նստած, որ ասում էին տղա ջան, այս երեխեքի մայրիկը ուր է, որ դու տենց կախած գնաս, ես ասում եի երրորդին է պահում, ասում էին հա լավ, ուրեմն դու կարող ես բաներ անել, բայց օրինակ տղամարդկանց համար էլի ես ինչ որ տենց աչքի փուշի պես բան էի, բայց արդեն հաջորդ սերունդը ես տեսնում մեր երեխաների սերունդը շատ է փոխվել այդ առումով եւ հիմա շատ երիտասարդ հայրիկներ իրենք են ի ցույց դնում, որ իրենք են խնամում, մասնակցում են երեխայի խնամքին, լողացնում են, այս են անում, մյուսն են անում։ Ես ուզում եմ ուղղակի մենք շատ լավ հասկանանք, որ կանոն որպես այդպեսին չկա, այսինքն օրենք կանոն չկա։ Զույգը գտնում է լավագույն համակեցության ձևը իր համար։ Մի զույգը գտնում է, որ այսպես է, մեկը սա է անում, մյուսը նա է անում, մյուս զույգը գտնում է, որ մենք պիտի այստեղ դու կիսես, այնտեղ ես կիսեմ, սա վերցնեմ ինձ վրա, դու վերցնես քո վրա։ Եվ չէ՞ որ սա նաև իդեալական տարբերակ է հոր եւ դստրերի միջև կամ երեխաների միջև լավ հարաբերություններ ստեղծելու համար, որը հետագայում նաև երեխային առողջ իր ընտանիքը ստեղծելու հնարավորություն է տալիս։ Այո։ Մանավանդ աղջիկների եւ պապաների միջև, չէ՞ գործու էլ կասես։ Ես այդպես տարբերություն չեմ դնում, որտեվ թե աղջիկներին, թե տղաներին մենք նույն ձև ենք սիրել եւ ես ծնված օրվանից բոլորին 4-ին էլ լողացրել եմ, դա իմ սուրբ պարտականությունն էր եւ ես շատ ցավալի ընդունում այն, երբ որ ինչ-որ մեկը ուզում է ինձ օգնել այդ առումով, դա ինձ գերագույն հաճույք է պատճառում, բայց իրականում իսկապես շատ կարևոր է, որ առհասարակ հայր եւ երեխա կապը, որտեղ դե հայր եւ մայր եւ երեխա կապը կարծես թե դարձել է արդեն ինչ-որ կուլտ, այսպես ասում են, որ կա, գոյություն ունի, բայց հայր եւ երեխա կապները շատ կարևոր եւ ինձ թվում է, որ սա պետք է դրսևորվի ոչ միայն այն ժամանակ, երբ որ քո աղջիկը ամուսնանում է եւ դու իր հետ պարում ես տորտ կրտրելուց առաջ, ընդամենը մեկ անգամ, այլ առհասարակ առօրյայում ամեն Աստծո օր եւ դա ոչ թե աշխատանք է, դա չգիտեմ ոչ թե ինչ որ դուք իսկապես նստում եք
վերցնում եք թուղթը կիսում եք երկուսի ունի, ասում եք ես ինչ պիտի անեմ, դու ինչ պիտի անես, այլ դա ձեր ներքին զգացմունքներն են, ձեր ներքին խոհանոցն է, ձեր ներքին նիստուկացն է, այն ամենը ինչ որ դու միգուցե չես կարողացել կամ չես ստացել մանկությունում անձամբ դու փորձում ես տալ եւ այլն, հետո իրանք արդեն կտան իրենց բալիկներին։ Ինձ թվում է, որ դա շատ ավելի հստակ է ամեն ինչ եւ առհասարակ շատ դեպքերում ցավոք սրտի մեր հասարակությունը դաժան է գտնվում եւ հիմար, որովհետեւ մենք շատ դեպքերում չենք ընդունում շատ հասարակ եւ պարզ բաներ եւ սիրում ենք մարդկանց պիտակել կամ մեծամասնությունի կարծիքը պետք է այսպես լինի ծանրակշիռ եւ եթե ինչ որ մեկը անում է այնպես ինչպես չի անում մեծամասնությունը, ուրեմն նա պետք է քարկոծելու արժե է դառնում։ Բայց ինչպես նշեցիք, արդեն կարծես թե այդ կարծրատիպն է կոտրվել, այլևս չկան այդպես։ Բայց կարծրատիպը կոտրվել է, որտեղ գոյություն էին այդպիսի խիզախ մարդիկ։ Ես համոզված եմ, որ ոչ մհերը, ոչ մնացած մարդիկ, որոնք որ այդպես ապրում էին, չէին մտածում նրա մասին, որ նրանք արտարոց մի բան են անում։ Պանկ ռոկեր են եւ չգիտեմ դուրս են եկի հասարակության դեմ։ Այս մարդը իր կնոջը եւ իր երեխաներին այնքան է սիրել, որ այդպես է արել։ Սա սիրո դրսևորումն է, պարզապես։ Բայց մեր հասարակությունը շատ դեպքերում ցավոք սրտի պատրաստ չի դա ընդունել։ Եվ ես մեծ խնդիր եմ տեսնում, որ ինչպես է պետք փոխել այդ կարծրատիպերը, կրճատել։ Չէ, կրտել, Ինչ է կրտել ասել։ Կրտել հասարակությունը։ Կրտել չարժե, բայց արժե մեկ-մեկ։ Ես կարծում եմ հենց այս օրն էլ հայրերի օրը հատուկ։ Ինչ է պետք անել, ինչ անել։ Ֆիլմեր, երգեր, ես չգիտեմ, հասարակական գործիչներ, այո, ինչ ռոպագանդել ինչ վատ բառ է։ Չեմ կարծում, որ ռոպագանդելու կարիք մենք ունենք։ Ասեմ ձեզ, օրինակ այսօր մենք փոքր այդպիսի արշավ սկսեցինք հայրերի օրվա հետ կապված ընդամենը մի կայծ մենք եւ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը Արմեն Մարտիրոսյան որը որ բալիկ է ունեցել եւ կարծես թե ամենահայտնի հայրիկներից է նոր սերնդի եւ ընդամենը մի պստիկ կայծ տվեցինք, այսինքն պոստ արեցինք, որ դրեք մի նկար ձեր հայրիկի հետ ու ասեք ինչքան եք իրան սիրում ու գնաց այդ ամեն ինչը, այսինքն մարդկանց մեջ կա իսկապես եւ այդ սերը ջերմությունը իրենց հայրերի նկատմամբ եւ որևէ առանձնակի ագիտացիոն քաղաքականության մեծ քարոզարշավների կարիք կարծում եմ այստեղ չկա։ Ինչ վերաբերում է այդ մոդելի փոփոխությանը, դերերի փոփոխությանը, մոտեցման փոփոխությանը, կարծում եմ սա ինքնաբերաբար կգնա, որովհետեւ իրականությունը փոխվում է, այսպես թե այնպես, փոխվում են մեր զույգերի հարաբերությունները։ Մենք տեսնում ենք ինչպես են մեր երիտասարդները հարմարվում նոր իրականությանը կամ իրենք ստեղծում այդ նոր իրականությունը, որտեղ ես շատ հուսով եմ, որ այս սիրո մթնոլորտը, սիրո միջավայրը, որի մասին Գոռ ասաց, շատ ավելի մեծ դեր կխաղա, քան հասարակական որոշակի արտադրանք, որը եթե նախկինում ճիշտ էր եւ իր դրական դերը խաղում էր, հիմա արդեն ինքը փոխվելու կարիք ունի եւ ես շատ հույս ունեմ, որ մենք այդ սիրո վրա կկարողանանք ունենալ մեր ապագայի շատ լավ ընտանիքները։ Լավ առողջ սերունդ թե տղաների թե աղջիկների եւ սա իսկապես կարեւոր է։ Եվս մեկ հարց, որը որ չգիտեմ ինչքան է Հայաստանում ակտուալ թե ոչ, բայց գիտեմ որ ՄԱԿ-ը դրանով զբաղվել է այլ երկրներում, Ռուսաստանում, Դաշնությունում դա ակտուալ է, ցավոք սրտի Ուկրաինա, Բելարուսիա, եվրոպական շատ երկրներում մայրեր, որոնք որ միայնակ են եւ դաստիարակում են իրենց երեխաներին եւ հետագայում պարզում են հոգեբանները տասնյակ տարիներ ուսումնասիրելուց, որ այդ երեխաները, որոնք որ ունեցել են միայն մայրական դաստիարակություն, խնդիրներ ունեցել ապագայում։ Ինչպիսին է իրավիճակը մեր երկրում եւ իսկապես հայրի արկայությունը եւ դերակատարությունը ընտանիքում եւ դաստիարակչական այդ գործունեությունը կարեւոր է, կարեւոր չէ։ Իրականում սոցիոլոգիական հետազոտությունների ողջ բազան ցույց է տալիս, որ երեխայի զարգացման համար լավագույն միջավայրը դա հայր եւ մայր ունենալն է։ Իհարկե ես չեմ խոսում այն դեպքերի մասին, երբ որ ընտանիքում դժոխային պայմաններ են, բռնություն կա եւ այլն։ Մենք խոսում ենք նորմալ սիրով ապրող մարդկանց մասին։ Լավագույնը երեխայի համար ունենալ հայր եւ մայր։
այդպես երեխան մեծանում է շատ ավելի ամբողջական եւ հետագայում հետազոտությունները ցույց են տալիս, որ իրենք զարգացման շատ ավելի քիչ խնդիրներ են ունենում, կյանքում շատ ավելի կայուն են լինում, ամուր են լինում, ավելի շատ են սիրում կյանքը եւ իրենք էլ ավելի լավ են դասավորում իրենց կյանքը։ Ցավոք սրտի մեր իրականությունը հաճախ թույլ չի տալիս, որպեսզի այս լավագույն սցենարը իրականություն դառնա, մոդելը։ Մենք գիտեք, ունենք ժողովրդագրական խնդիրներ բավականին շատ Հայաստանում եւ դրանցից մեկը կանանց եւ տղամարդկանց թվաքանակի անհամամասնությունն է։ Կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։ Այո, բայց այստեղ շատ կարևոր նրբություն կա, դա որ տարիքում ովքեր են շատ։ Մեզ մոտ վաղ շրջանում, օրինակ մինչև չափահասության տարիքը տղաների բավականին մեծ ավելցուկ կա, եթե համատենք աղջիկների թվի հետ։ Սա գալիս է նրանից, որ մեզ մոտ դեռ կա այդ սեռով պայմանավորված սեռյության ընդհատումների խնդիր։ Ամենահավոր բանը աշխարհում, որ գոյություն ունի։ Բայց հենց հասնում է մոտավորապես չափահասության տարիք, դրանից սկսած համամասնությունը սկսում է կտրուկ փոխվել, որովհետև մեր արտագաղթը հիմնականում արական արտագաղթ է։ Տղամարդիկ գնում են, երիտասարդները գնում են, եւ ինչքան մենք բարձրանում ենք տարիքային սանդղակով, այնքան կանանց թիվը շատանում է։ Թիվը համամասնությունը մեծանում է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ օրինակ վերարտադրողական տարիքը եթե նայենք կանանց, այդ տարիքում մենք եթե ճիշտ եմ հիշում, մոտավորապես 40-43 հազար ավելի շատ կին ունենք, քան տղամարդ։ Այս իրավիճակում հնարավոր չէ, որ մենք չփախվենք ձեր ասած խնդրին, այսինքն միայնակ մայրության խնդրին։ Այո, սա լավագույն տարբերակը չէ, լավագույնը երկու ծնողն է, բայց այն պարագայում, որ մենք ունենք այն, ինչ ունենք, նաև մեր հասարակությունը պիտի կարողանա հարմարվել այս իրավիճակին եւ ճիշտ վերաբերվել այս իրավիճակին եւ ուրախալի է, որ պետությունն էլ է սկսել դա գիտակցել եւ համապատասխան օրինակ նոր ռազմավարության մեջ դրույթներ ներառել, որպեսզի նաեւ միայնակ մայրերը կարգավիճակով հավասարեցվեն ընտանիքներին որպես այդպեսին եւ օգտվեն նույն առավելություններից եւ հնարավորություններից որպես մեր հասարակության լիիրավ անդամ։ Լավ, եթե խոսենք հունիսի 17-ից, որը որ այսպես հայրերի օր է, կարծես թե վերջապես դարձել, այն արդյոք դառնալու է ոչ աշխատանքային օր, ինչ տոնակատարություններ են մեզ սպասվում։ Ինչ նվերներ։ Ինչ նվերներ մենք նվիրենք։ Ես օրինակ այսօր կմտածեմ ինչ տանեմ ամուսնուս նվեր, որպես տարվա լավագույն հայր։ Երեխաների թող մտածեմ։ Դու քո հայրիկին պիտի տանես։ Բայց չէ, դա քիչ է, ես առաջին մտածեցի ամուսնուս մասին։ Իմիջիայլոց մենք ունենք նաև տղամարդկանց օր, որ մենք էլ փորձում ենք տղամարդկանց։ Բայց այսօր հայրերինն է։ Դուք կարող եք ձեր ամուսնուն Ես հուսով եմ, որ ոչ աշխատանքային կդառնա այս օրը, որպեսզի լիարժեք մեր հայրիկները կարողանան վայելել այդ օրը եւ այո զեղչեր կլինեն բազմի խանութները ոնց են ասում այո կանանց մեկ ամսակին նվիրված տղամարդու հայրիկների տոնի նվիրված զեղչեր այո ինչու ոչ հուսանք որ ոչ ծխախոտ ոչ ոգիլիչ խմիչներն են զեղչով ծախվելու այդ օրը մհեր եւս մեկ շատ կարեւոր հարց որ թե ինձ է հուզում թե քեզ թե բոլոր այն մարդկանց որոնք որ երեխաներ ունեն դուստերներ Տես, երբ որ երեխաները այդ իրավիճակում ծնվում են, ապրում են, սեր է տիրում, նրանք հավասար հայրիկ, մայրիկ, հայրիկը իրենց այդ ամեն ինչ, հետո երբ որ արդեն ժամանակն է գալիս, որ իրենց ընտանիքները կազմեն, դժվար չէ իրենց արդյոք գտնել այդպիսի իդեալական տղամարդիկ իրենց համար, ինչպիսին եղել են ժամանակին իրենց հայրիկները, իրենց համար, մայրիկների համար եւ այլն Որտեվ հասարակությունը կարծես թե դեռ պատրաստ չի, թե պատրաստ է արդեն։ Ընդհանուր հասարակության առումով չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ եթե կան ընտանիքներ, որոնք այդ սիրով մեծացնում են իրենց երեխաներին, թե աղջիկներին, թե տղաներին, այստեղ իհարկե մի խնդիր էլ կա, որ մեր հասարակության համար դեռ լուծված չէ, դա ինչպես ենք մենք մեր երեխաներին սովորեցնում հարաբերվել միմյանց հետ։ Ես նկատի ունեմ երկու սեռերին։ Այո Այս էլ շատ լուրջ խնդիր է, որ մենք որպես բեռ բերել ենք մեր հետ հազարամյակներով քարշ ենք տվել մինչև այսօր, երբ որ օրինակ մեր տղաները չեն կարողանում ճիշտ հարաբերվել իրենց
ապագա կանանց հետ կամ արդեն ամուսնանալուց հետո, որովհետև իրենց սեփական ընտանիքներում իրենք դրվել են պահարանի գլխին եւ երկրպագվել են որպես տղա սրբություն եւ երբ որ այդ սրբությունը հայտնում է կենսական տարական իրավիճակում այստեղ առաջանում է խնդիր լուրջ։ Մենք մի հատ պստիկ հետազոտություն ունեինք սկեսուրները եւ ամուսնալուծությունները թեմայով Հայաստանում, շատ որակական հետազոտություններ, շատ հետաքրքիր էր, թե ինչ դեր են խաղում սկեսուրները այդ զույգերի միջև եւ ակնհայտ է դառնում դրանից, որ մենք դեռ պիտի սովորեցնենք մեր տղաներին իսկապես լինել տղամարդ։ Այսինքն կախված չլինել այն գովասանքից ու չիրեջից, այո, կանգնել ամուր, ունենալ ճիշտ դիրք իրենց կնոջ եւ իրենց մոր միջև, սա առայժմ չլուծված խնդիր է մեր հասարակության համար, բայց եթե մեր ընտանիքները, այսինքն մեր սերունդը, օրինակ իմ եւ Գոռի սերունդը, ճիշտ կարողանա մեծացնել այդ սիրո մեջ եւ երկու սեռի միջև սիրո վրա հիմնված, հարգանքի վրա հիմնված սիրո եւ հավասարության, էլի շատ կարևոր։ Այո, ցույց տալ, որ այսպես է մեր համակեցությունը, մենք այսպես պիտի վերաբերվենք իրար։ Ես կարծում եմ, որ կգտնվեն այդ տղաները, որոնք կգտնեն այդ աղջիկներին եւ հակառակը։ Հուսանք, որ դա այդպես կլինի եւ իսկապես եւս մեկ անգամ եկեք բոլոր հայրիկներին շնորհավորենք, չամանչենք խոստովանել մեր հայրիկներին, որ նրանք լավագույններն են։ Եթե իսկապես լավագույնը լավագույնը չէ։ Թող ձգտեն լավագույն դառնալու համար։ Ես հիշեցի, որ մի քանի հետաքրքիր նախագծեր էին արվել այս տարիների ընթացքում, օրինակ հայրիկները երեխաների հետ գրքեր էին կարդում, հայրիկները երեխաներին լողացնում էին, հայրիկները երեխաների հետ ֆուտբոլ էին խաղում։ Վերջը, ինձ թվում է, որ շատ հասարակ եւ պարզ բաներ է սա եւ պետք չէ հեծանիմ ոգոնել, ուղղակի պետք է չզսպել ձեր ներսի սերը եւ կարողանալ այդ սիրով կիսվել եւ չամանչել ոչ մեկից։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 17-ը այսուհետ կնշվի որպես հայրերի միջազգային օր, որին որ միացել է նաեւ Հայաստանը։ Ճիշտ եմ ասում։ 17-ը որպես այդպեսին Հայաստանին է։ Կոնկրետ Հայաստանին է 17, օ։ Միջազգայինը 3 չառաջորն է, չէ՞։ Միջազգայինը կարծես սողացող տոն է, այսինքն ինքը ֆիքսված օր չունի։ Ուրեմն 17 հունիսի այսուհետ մենք կնշենք մեր շատ սիրելի հայրերի օրը։ Շնորհավոր սիրելի հայրիկ տոնդ, շնորհավոր բոլոր այն մարդկանց տոնը, ովքեր իրենց իսկապես զգում են հայր, որտեղ հայրը դա միայն այն չէ, որ ուղղակի ունենալ երեխա է, հայրը նա է, ով իսկապես պահում է իր երեխային, ամեն օրն անցկացնում է, ընկնում է, ձեռքը բռնում է, բարձրացնում է եւ որն ամենակարևորն է, սիրում է առանց նախապայմանի։ Այո, շնորհակալություն մեր Մանուկյանին այս գործունեության համար եւ շատ կարեւոր է, որ մահերի նման հայրիկներ մեր երկրում ել ավելի շատ լինեն։ Այս պահին գովաս Շանթի եթերում։ Այս ընթացքում ինչ որ մեկը միգուցե ինչ որ սխրանք գնա ու պինդ գրկի իր երեխային։ Այո, այքա մտածի ապագա երեխայի մասին։ Վերջը։ Մի բան արեք, գովաս Շանթի եթերում։ Մենք շարունակում ենք մեր ճամփորդությունները հետ խորհրդային տարածքներում իհարկե այս անգամ եւ ուրեմն մենք գնում ենք մայրաքաղաքներով շրջելու այսօր գնում ենք դեպի Ղազախստան, որի երկրորդ մայրաքաղաքն է համարվում Ալմատան կամ Ալմատ-ան, ոչ թե միասին կամ Ալմատի կամ Ալմատա եւ հետաքրիր է որ այսօր Հայաստանում հայրերի տոնն է, իսկ Ալմատա թարգմանաբար նշանակում է ինչ գիտես։ Չէ։ Խնձորների հայր։ Խնձորների հայր, այդպես է կոչվում այդ քաղաքի անունը, որովհետև իրականում ամբողջ աշխարհի խնձորները, ինչպես Ծիրանը մերն է, խնձորը նրանց, այո, այնտեղ է ծնվել։ Եվ ասում են, որ հենց այդ վայրում։ Գնացինք Ալմատա, այն խոշորագույն քաղաքն է համարվում, մի քանի անգամ հայտնվել է աշխարհի ամենաթանկ ու նորաձև քաղաքների եռյակում։ Եվ ամենագեղեցիկ, ամենականաչ քաղաքներից մեկն էր, ես հիշում եմ իմ հիշողություններով իսկապես մի քանի անգամ եղել եմ եւ շատ սիրում եմ Ալմատա քաղաքը։ Այնտեղ հայեր կան իմիջայլուց։ Այո, շատ են իդեպ։ Որտեղ չկան հայեր։ Գնանք Ալմատան բացահայտելու կամ Ալմատին։ Խնձորների հայրը բացահայտելու գնացինք։
Վերադարձանք Ղազախստանի հարավային մայրաքաղաքից, իսկ հիմա հիշենք, որ մեր պատմության մեջ ոչ միայն Աշոտն էր երկաթ, այլ նաև ունեցել ենք Տիգրան Երկաթ, Տիգրան Պետրոսյանի մասին է խոսքը, աշխարհի 9-րդ չեմպիոն շախմատից, որը որ իր ծնունդը նշել է հենց այսօր։ Նա կոչվում էր արքա, հենց շախմատի արքա։ Ֆենոմենն այսօր հենց նրա մասին է, քանի որ հենց այսօր Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է։ Մարդ, ով իսկապես իր հետքը թողեց շախմատի ամբողջ աշխարհի կյանքում, եւ իհարկե հիանալի է, որ նա հայ է։ Եվ իսկապես, եթե դուք չգիտեք, ուրեմն Տիգրան Պետրոսյանի չեմպիոնությունից հետո կտրուկ բարձրացել է այն տղաների թիվը, ում անունը հենց դնում էին Տիգրան։ Գնացինք բացահայտելու Տիգրան Պետրոսյանի ֆենոմենը։ Եվս մեկ անգամ շնորհավորենք Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ողջ ազգին եւ ամենաշատ այն մարդկանց, որոնք որ կապ ունեն շախմատի հետ։ Իսկ հիմա Գովազդ Շանթի եթերում։ Հերթական վերադարձը Գովազդից հետո եւ այսօր մենք արել ենք ամեն ինչ, որ դուք հանկարծ չնեղվեք, եթե ինչ որ տեղ ուզում եք գնաք, բայց չեք կարողանում, տարբեր պատճառներով։ Քանի որ մեր շատ հայրենակիցներ հենց այս օրերին պատրաստում են մեկնել Եգիպտոս եւ իրենց հանգիստը այնտեղ անցկացնել, նրանց համար ունենք շատ հետաքրքիր նյութեր։ Փարավոնների հովիտ կարող եք այցելել, բացի այն, որ պետք է գնաք ծով, արևայրուք ընդունեք, բայց նաեւ տեղյակ եղեք, թե այլ ինչ հետաքրքիր ու տեսարժան վայրեր կան Եգիպտոսում եւ բաց չթողնեք առիթը այցելել այնտեղ։ Եվ միգուցե չի կարելի Եգիպտոս գնալ, դա էլ կա, չէ՞։ Համենայնպես դեռ չեն չեղարկվել Եգիպտոս։ Լավ։ Գնանք բացահայտենք։ Գոնե Եգիպտոս գնանք։ Լավ, գոնե Եգիպտոս գնանք։ Գնանք բացահայտենք բուրգերը, հետո կվերադառնանք եւ կգնանք գոնե Եգիպտոս։ Գոնե։ Միգուցե այդպես։ Գնացինք։ Բուրգեր տեսած վերադարձանք, այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, լավ օր ենք ձեզ մաղթում։ Իսկ դուք մնացեք Շանթի եթերում, քանի որ լուրերն է հիմա սկսվելու եւ ամենաթարմ նորությունները ամեն օր Շանթի եթերում։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Ցե։